Բարի երեկո իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ հաղորդման սկզբում շնորհավորել այն մարդկանց, ում ծննդյան օրն է այսօր։ Շնորհակալ եմ, որ ձեր ծննդյան օրը կիսում եք մեզ հետ եւ նայում եք այլ կերպը։ Եկեք հույս ունենանք, որ հաջորդ տարի ձեր ծնունդը ավելի լավ կանցնի։ Իսկ մենք սկսում ենք այլ կերպը։ Այսօր իրար հետ նույն թիմում խաղալու են Էմմա Սապունջյանը, այլ կերպ ասած Սաստող հայացք 2025 մրցանակաբաշխության հաղթող դերասանուհի։ Եվ Կարեն Հովհաննիսյանը, այլ կերպ ասած դերասան, ում համար կանայք սերիալներ են նայում։ Իսկ նրանց դեմ կխաղան Էլեն Սաֆարյանը, այլ կերպ ասած մարդ, ում պապան իմ ամենասիրած երգի հեղինակն է։ Տոմա Տամարա, ով հասկացավ։ Եվ Արսեն Ներսիսյանը, այլ կերպ ասած մարդ, ով աղջիկների հետ ավելի շատ նկար ունի, քան Հյու Հեֆները։ Բրավո, Արսեն։ Իսկ հաղորդումը կվարի Տարոն Իսպիրյանը, այլ կերպ ասած մարդ, ում նկարների վրա արհեստական բանականությունը այլևս աշխատելու տեղ չունի։ Շատ շնորհակալ եմ մեր հաղորդման սցենարիստին Թելման Առաքելյանին։ Բարի երեկո, սիրելի ընկերներ, ինչպես եք։ Հրաշալի մարտական շատ լավ է, ձեր տրամադրությունը փոխանցվում է էկրանից այն կողմ, ես վստահ եմ, որտեղ դուք շատ լավ եկել եք խաղալ, տեսնենք վերջում ով տխուր կգնա տուն։ Ոչ ոք։ Ուզում եմ հենց հաղորդման սկզբից շահադիտական մի բան հիշեցնել ձեզ, սիրելի ընկերներ, ով հաղթի նա ունի նվեր։ Ընկերներ, տեսեք, ես գիտեմ, որ դուք առաջին անգամ եք նույն հաղորդման մեջ։ Դոլորով։ Սա պրեմիերա է հանրայինի եթերից ընկերներ։ Ես գիտեմ, որ դուք իրար ճանաչում եք, ընկերներ եք եւ այլն, բայց սա մեզ պետք չէ։ Մենք պետք է թշնամաբար տրամադրվենք հակառակորդի հանդեպ, գնանք մարտական եւ հաղթական ոգով դեպի առաջ։ Սաստող հայացքով մի հատ կնայես ինձ։ Բայց ունի վախ, այլակ ինձ նայի 2 միավոր ավել կտամ, լուրջ մասը վախ։ Ես չեմ գուշակը փակի կլրամաբարի հետ կապված մի հատ նայի խնդրում եմ, էլի։ Չէ, իմ հետ պիտի լավ լինեք, Ժորժան, այստեղ ես եմ դատավորը, գնանք առաջին փուլ ու հասկանանք կանոնները առաջին փուլի։ Գնացինք առաջին փուլ։ Ընկերներ, մենք առաջին փուլում ենք։ Մասնակիցներին տրվում են քարտեր, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է 7 բառ։ Նրանք պետք է 1 րոպեում կարողանան թիմակցին բացատրել այդ բառերը այլ կերպ, չօգտագործելով բառարմատ կամ թարգմանություն։ Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ։ Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել։ Յուրաքանչյուր գուշակած բառը գուշակեք 1 միավոր է, սիրելի ընկերներ։ Հիմա պետք է որոշենք ով է սկսում առաջին փուլը։ Չէ, այդպես չի մեզ մոտ, Էլեն ջան։ Ոնց է հասկացա։ Մենք շատ հարգում ենք Արսեն Սաֆարյանին։ Բայց հիմա չի, մի քիչ բան։ Երկի զուրել գրել։ Ասում եք երկի զուրել գրել։ Հաղթող են ճանաչվում Կարենը եւ Էմմա։ Շատ լավ, ամեն թիմից մեկական մասնակից պետք է ավանդական չինգաչուն։ Շատ ապրեք, Արսեն, քար մկրատուղթ խաղի շնորհիվ հասկանանք ով է սկսում կամ հաղթողը կորոշի ով է սկսում։ Ձեր թիմից ով կխաղա Արսեն։ Արսենը ես չինգաչունգից վատ եմ։ Դու լավ ես։ Գնացել եք փոքր ժամանակ։ Փոքր ժամանակ մի 2 դաս դիլած։ Կարող է տղաների մենամարտ։ Օյե։ Գնացինք։ Լավ։ Չինգա։ Ահա։ Հիմա հաղթեց ավակ սերունդը առայժմ, հիմա Կարենը որոշում է դուք եք սկսում, թե նրանք են սկսում։ Իրանք են սկսում։ Okay։ Շատ լավ, Արսեն, իսկ ձեր մեջից ով կսկսի, ով է ավելի համարձակ։ Ես կսկսեմ։ Արսեն, մաղթում եմ լավ խաղ, գնացինք։ 1 րոպեն սկսված է։ 88 թվին ինչ եղավ Գյումրիում։ Երկաշարժ։ Մարզի չէ ինչ անում, որ սկսվում է մրցույթը։ Ոգեշնչում, ոգևորում։ Չէ, մի հատ գործիք կա, որ տանում է Բերյանը ու փչում է։ Այսինքն։ Okay, սպասի, դու դպրոցում ինչ ես ստանում, համալսարանում ինչ ես ստանում։ Գնահատական։ Չէ, ինչ ես ստանում։ Կրթություն։ Կրթություն։ Ինչ ժանրի ֆիլմ, որ մարդիկ վախում են։ Horror, ужастик, սարսափ։ Տենց երգ կա Երևանի ինչ։ Երևանի Սիրուն աղջիկ։ ապրես Սիրուն երկում։ ով է նամակները տանում տեղ հասցնում։ Փոստատարը, ապրես մեկնաբանությունները, որ նոր ասում էր Տարոնը, որ գրում են մարդիկ ինչ են անում մյուս մարդկանց։ Լավ, մյուսը։ Քննադատում, լավ, մյուսը։ գովաբանում, այ ընկերուհի լավ, ես։ վատ։ Ինչ անել։ Գրել։ Չէ։ Կարդալ։ Վատ ինչ։ Մեկնաբանություն։ Ինչ է, Վատաբանել։ Եկեք ծափահարենք։
Դուք վաստակեցիք 6 միավոր, շատ ապրեք, շատ լավ սկիզբ է 7-ից 6, սա ձեռնոց նետեցին ձեզ, Կարեն ջան։ Սաստում ավ։ Դու սաստի ընթացքում։ Սաստել է, որ սաստելով են սենց խաղում, առանց սաստել ինչ կանի։ Որ խաղում է, այդ ընթացքում սենց արի։ Շատ լավ, Կարեն հերթը ձերն է, մաղթում եմ ձեզ հզոր խաղ, ես ձեր կողմից եմ, կտակ եմ անում ձեր կողմից։ Կարող եք խաղակարտը վերցնել ու ես ձեզ տամ 60 վայրկյան ժամանակ, գնացինք։ Ինչով են թեյ խմում։ Բաժակ։ Չէ, բույսա, որ շատ են օգտագործում վերջին շրջանում ու միշտ էլ օգտագործել են։ Ինչով թեյ։ Նանա, Դարչին, մյուսը։ մեխակ, Չէ։ Աղջկա հակառակը։ տղա։ Ճիշտ է։ Որ թրջուննա որ։ Այո, ուրջ, ճիշտ է։ Որ թրջուննա որ իր մյուս զույգից Հարագիլ։ Չէ, որ երբ որ մահանում է մյուսը իրան գցում է ներքև։ Արծիվ, ճայ։ Ինչի լիճ կա օպերայի մոտ։ Կարապ, Ճիշտ է։ Ճիշտ է, Ինչ են տեղերքը շատ խմում։ գարեջուր։ ճիշտ է։ Դու ինչի իրավունք ունես։ Իրավունք բառը օգտագործել եք անցեք հաջող բառը։ Տեսակ։ Լավ։ Շորերը ինչ են անում։ Արտուկում, արտուկել, Ճիշտ է։ Երբ որ դու գնում ես տուն ու պարկում ես քո բազմոցին։ հանգստանալ, Չէ, քնել, հանգիստ, չէ, ավելի արմատը փոխի։ անհանգիստ, Չէ, դրա հակառակը։ հանգիստ, Դա Հանգստանալ, ժամանակն ավարտվեց։ ինչ է։ Հանգստություն։ Շատ ծիծաղելի բան տեղի ունեցավ Էմմա ջան, ուրեմն Կարենը հանգստություն բառն էր երկար բացատրում, ես էլ ասում եմ երևի իմ մոտ ինչ-որ բան սխալ է, բայց հնագիտություն բառը պետք է բացատրել։ Ասում ես ինչ ասում ես տղան։ Դուք վաստակեցիք 5 միավոր ամեն դեպքում, ինչի համար շնորհավորում եմ ձեզ, շատ ապրեք ողջորում եք հակառակորդին։ Էլեն, հերթը ձերն է, խնդրում դեռ մի վերցրեք, Իսկ դուք շատ լավ երգեցիք քիչ առաջ։ Դուք երգում եք։ Այո, Տանը թե տենց ինչ-որ շուտով կլինեն երգեր։ Լուրջ։ Հայտարարում հրաշալի նախաձեռնում։ Սիրելի Իսկ պապայից քաշվում եք տանը, որ չէ, տենց լավ չես երգում։ Էլ չէ։ Էլ չէ, որտեղ դուք Էլ չէ, նույնիսկ ինքը հիմա օգնում է մեկ-մեկ որոշ երգեր երգում եմ, տեսնի ոնց է։ իսկ ինչ-որ վճարովի դասընթացն է, թե անվճար է։ Իմ համար անվճար։ Շատ լավ։ Գոնե, իմ համար վճարում։ Շատ լավ, ես ձեզ մաղթում եմ երգեցիք մի փուլ եւ տալիս եմ 1 րոպե ժամանակ։ Գնացինք։ Փեսա։ Հարս։ Երբ որ դու վախկոտ չես, դու ինչ ես։ Հա, դրա հոմանիշ։ Կենթանի կա է միացած ռոզովի ցեխերի մեջ։ Խիզա։ Ճիշտ է, բրավո, շատ լավ։ Ուրեմն ինքը նապաստակներն են ուտում այդ միրգը, Գազար։ Ճիշտ է։ Լավ, բան, լավ, ծնվել։ Մահանալ։ Ճիշտ է։ Երբ որ այն մարդը, որ ինքը տենց բաներ է բացահայտում նա ով է եւ այո հիմա ասեմ Գազարից հետոյի բառը բան բեմական ինչ առարկա կա տենց Խոսք, շարժում։ Ճիշտ է բրավո հիմա ասես ո՞նց ասեմ լավ Մի ձև դու ունես բան որը ուզում ես թափել որտեղ ես թափում Աղբանոց հա հիմա այդ արմատը պահի Աղբը հա դրա Երկու բառից է բաղկացած Էդի են որ տարբեր տեղեր կան ու դու պետք է իրանց ինչ անես այդ աղբը տարբեր աղբեր են իրանք պետք է իրանց ինչ անես տարբեր արգղերում Դասակարգ Ստոպ Բայց համարը հասել Աղբի էինք տեսակավորում հասել էինք համարը Ինչ որ ճապոնացիները վաղուց անում են ու բավականին մեծ էներգիա են ստանում աղբից Շնորհավորում ենք 6 միավոր շատ ստաբիլ Չէ, սենց չեղավ Էմմա ջան, իսկականից ես Սա վերջ, ես արդեն մարտական եմ Էլ սաստել, մաստել Բայց ձեզ շփտացեք ձեզ ժպիտ ավելի շատ է սազում Էմմա ջան, որտեղ երբ որ դուք Սաստում եք, մենք ավելի ենք մեր օպերատորներն են վախենում նկարել Խնդրում եմ ավելի ժպիտով եղեք Ես ես տալիս եմ 4-15 վայրկյան Ու մաղթում եմ լավ խաղ Կարեն ջան ձեզ էլ համակ ուշադրություն Գնացինք Ինչով ես անցնում Արահետ Մեքենաները որտեղով են Ճանապարհ Չէ, ուրիշ ձևով, փոքր Ինչով ես քշում Այդ ճանապարհը ասֆալտապատած Ինչա կոչվում Լուսասույցը որ կախած է Խաչմերուկ Չէ, խաչմերուկը Ինչա, ինչի վրա է Անցեք ուրիշ բառի Անցում, չգիտեմ Չէ, անցեք ուրիշ Ինչով ես տեսնում ինչ-որ բան Աչքով Պապան իրա ինչ չեր ատանի Մենա Մենա համերգ Մենան հանեք Համերգ Համեք, ճիշտ է Գնացինք Մեկը որ գողություն անում ենք ինչա Գող Գրական Հանցագործ Այո, ճիշտ է Զևս, Աքիլես, բան իրանք ովքեր են Աստվածներ Աստված Լավ, անցեք ավելի հեշտ բառեր, ամենավերջին բառը օրինակ Էդի
Վերջավորությունը փոխի։ Դիցաբանական։ Ու գումարի մենք ինչ ենք խաղում տարբեր սերիալներում։ Դիցաբանական կերպար։ Ճիշտ է։ Գագիկ Սուրենյանովա, մասնագիտությունը։ Ողորտ երևութաբան։ 4 միավոր բացեցիք, ափսոս, փողոցը շատ հեշտ էր, ուղղակի աշխարհում ինչքան բան կար ասացիք բացի փողոցից։ Արահետ որտեղից հիշեցի։ Ես սպասում եմ տապտակ։ Սիզամալ։ 4 միավոր ինչը լավ է, Ժորդ։ Խնդրում եմ, մի տխրեք, որովհետև արժեվում լիքը փուլեր կան, լիքը միավորներ կարող եք վաստակել։ Մի փուլում դուք եք լավ խաղում, մյուս փուլում նրանք, այնպես որ Մենք չափից դուրս ուրախ ենք։ որտեվ մեջը նվեր կա։ Գնացինք, Արսեն հերթը ձերն է։ Հələ մի վայր այ մարդ վա։ Հանգիստ։ Այմա գնացինք, 1 րոպե տրված։ Նոր Չենք լարվում։ տարոնայմային ինչ ասեց, ինչ հարավոր քո ինչն է սիրուն ավելի շատ։ Այսինքն ինչն է սիրում։ Okay, դու չես հիշում։ Դեգեր։ Գեղեցիկ, սիրուն։ Տարվա վերջում ինչ ես հանձնում ինստիտուտում։ Քննություն։ Քո պապայի երկրորդ կինը ով է քո համար։ Իմ բախորդ մայրը։ Ճիշտ է։ Չունի պապաս երկրորդ։ Ես նոր ինչ արեցի խաղը։ Ինչ արես իր խաղը։ Փրկեցիր, չգիտեմ, տարար։ Ավարտել, սկսել։ Ճիշտ է։ Այն որ ասում են մարդկանց ամբողջին ոնց են դիմում։ Շատ հաճախ, տենց օրաթերթել կա։ Ժողովուրդ։ Այն որ ասում են քո ինչն է քեզ գեղեցկացնում։ Ժպիտը։ Ապրես։ Ինչ շատ են ասում։ Որ ուրիշ երկրից ինչ որ բան են ներմուծում Հայաստան բերում են, դա ինչա կոչվում այդ գործողությունը։ Ներմուծում, Չէ, ներդրում։ Մաքսանենք բառներ, բացատրում Այդ բառը չգիտեի։ Բայց Արսենը օգտագործել է ըստ իս բառարմատ գեղեցիկ բառի մեջ, դուք ասել եք տգեղ, իսկ դա գեղ արմատն է։ Մաքսա ինչ։ Մաքսանենք։ Որ թակում բան են բերում։ Մաքսանենք ճանապարհով Հայաստան։ Դուք վաստակեցիք 5 միավոր։ Բրավո, 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 բրավո։ Առաջին փուլը ունի 2 շրջան։ Ընկերներ, շարունակում ենք, Կարեն հերթը ձերն է։ Անտարի միջով ինչ է անցնում։ Չէ, ինչն է հոսում։ Գետ։ Ճիշտ է։ Ինչ են լվանում ամառը կանայք շենքի դեմը։ Խալի։ Հայրեն։ Գորգ։ Ճիշտ է։ Շատ լավ։ Հեքիաթների չար հերոսը ով է։ Ջադու։ Չէ, ավելի հայկական։ Հայերեն տենց։ Կա բարի ու չար դրա։ Ոյ, անցի չգիտեմ։ Կրակայրիչի ինչով է վառվում։ Կրակ։ Չէ, որ Ինչ է տալիս։ Կայծ։ ճիշտ է։ Սա այսինքն մարդը ինչ ունի իր վրա։ Ինչից է բաղկացած։ Կաշի, միս, ոսկոր։ Դրանք ինչեր են կոչվում։ Օրգան։ Չէ, Ընդհանուր մարմնի օրինակ թևը օգտագործեցիք լավ էլի Կարեն։ Ես ինչ եմ շատ սիրում անեմ օրինակ ինչ ապրես ճիշտ է։ Մենք գնում ենք Օրա Մեծ բան։ Չէ, բան սուշին ինչով են սարքում։ Այսինքն Զուկ, բրինձ, ավոկադո։ Բանի ակվարիումի մեջ ինչեր կան։ Նախավերջի բարերը միշտ սխախոտ կան։ Իրականում շատ լավ է պահպանվել Կարեն պապիկը։ Ծովախոտը ծխախոտ եմ կան։ Ծովախոտ էլ չի գրած, ակր ամենավատը է։ Ծովախ։ Այդ լարվածությունից է, որ շատ հասցնենք արագ անենք, երևի դրանից է։ Լավ է։ Ոչինչ, կարևորը ձեր թորները նայեմ ուրականը։ Երեխեք ջան։ 3 միավոր վաստակեցեք, ինչ են շատ վատ է, բայց մենք ուրախ ենք։ Արժանի ենք իրար կարմի նեղվի։ Այո։ Շարունակենք։ Չի կարում ասել։ Չենք տխրում, չենք Մեկ տխրում։ ծխախոտ է կարդում ծովախ թե ինչ։ Կարևորը թոշակները երբ կա։ Ժամանակին տալիս։ Շատ լավ, Էլեն հերթը ձերն է։ Տեսեք ինչ վատ է խաղում առայժմ։ Ձեր հակառակորդները օգտվեք առիթից եւ շարժվեք առաջ։ Գնացինք։ Նույն կերպ շարունակեք։ Հանգարի գոնե։ Ուրեմն ծովի ափին ինչ կա, որի վրա քայլում ենք։ Ավանց։ Ճիշտ է։ Մումիաներին ուր են պահում։ Որտեղ են պահում իրանց։ Մի հատ տեղ է տենց։ Դամբարան։ Ճիշտ է։ Գրում ես եւ հետո չես ուզում լինի ինչ ես անում։ Ճղել։ Չէ։ Չէ, հեշտ է տանտերը, հա։ Ջնջել չէ, ուրիշ է։ Ջնջոց։ Ոչ։ Դա սարքի գոյական։ Ջնջիչ։ Չէ, այդ գործողությունը սարքի գոյական։ Դա ինչ է։
Ջնջոց։ Ոչ։ Շատ լավ, ես եկեք ձեզ օգնեմ ջնջում բառներ գրված, ես օգնում եմ ձեզ անցանք առաջ, որովհետև դուք գտել եք ընդհանուր առմամբ։ Բարերը մենք հենց հիմա ինչ ենք անում։ Գուշակել։ Ապրես, դու բան Արագի հականիշ ասա։ Դանդաղ։ Ասում են դու այնքան դանդաղ։ Շարժ, դանդաղաշարժ։ Ճիշտ է։ Եվ էս ի՞նչը։ Ճիշտ կարդա մենակ։ Չգիտեմ սա ինչա։ Փորձի արմատներով։ Այս ճիշտ եմ հասկացել, փայտի հետ աշխատող մարդը ով է։ Ստոպ։ Դարբին։ Ոչ։ Դա երկաթի հետ։ Դուք դափնի հետ։ Դափնին, չէ, դենի դարբինն է, դափնին այդ պսակն է, Դափնի պսակ, դափնին է։ Շատ լավ, շնորհավորում ենք դուք լիքը բառ այսօր սովորեցիք եւ վաստակեցիք կրկին 5 միավոր։ Շատ ստաբիլ։ Ես գոհ եմ։ Շատ լավ։ Եվ արդեն հասանք առաջին փուլի եզրափակմանը։ Էմա, ժպտացեք, խնդրում եմ սկզբի համար։ Լավ եզրափակում առաջին փուլի ու հետո կտեսնենք ինչքան միավոր եք վաստակել։ Գնացինք, դուք ունեք 1 րոպե ժամանակ։ Հյուսիս հարավ։ Արևելք, արևելք։ Всё, ասացիր։ Գնաց։ Նոր տարին ինչ է։ Տոն, Ճիշտ է։ Շոկոլադը ինչ է։ քաղցրավենիք, Ճիշտ է։ Ազնվա։ մորի, Ճիշտ է, բրավո։ Ես խալ քայլ եմ արել ու Իրանից ներողություն, հայցել, շարունակի, չէ։ Ներողություն։ ներողություն խնդրել։ Ճիշտ է։ Շատ լավ են գնում։ Կանաչ բան ասենց աճումա փողոցում։ Ինչ է։ Բան, Ամենահայտնի բանը որ աճում է։ տոնածառ, Չէ, դուրս լիքը կա կանաչ երկար, բարդի, ինչ է ինքը։ Սկյուրիկները դրա մեջ ինչ են դնում։ 3 տարանոց, որտեղ որ ապրում են։ 3 տարանոց դուք զրկվեցիք, անցեք հաջորդ բառին։ Պետք չէ ասել։ Հանել, դնել, չէ։ Հանել, բազմապատկել, բաժանել։ Գումարը ճիշտ է եւ ավարտվեց։ 6 միավոր եք վաստակել, միակ ժպիտ, խնդրում եմ մի անիծեք ինձ, ես շատ արդար կերպով հայրիկ ջան։ Կարեն ջան, ես իրականում շատ լավ փուլ ունեցանք։ 22-18 հաշվով առայժմ արժևում են 22-18, ընդամենը 4 միավորի տարբերությամբ առայժմ արժևում են Արսենը եւ Էլենը։ Եկեք ծափահարենք։ Եվ գնանք երկրորդ փուլ, որտեղ տեսնենք ով կծափարի, որտեղ շատ հետաքրքիր փուլ է, սակավախոս փուլ է, ինչպես ասում են, գնանք տեսնենք ինչ է կատարվում այնտեղ։ գնացինք։ Հետո կբացատրեմ այդ բառի իմաստը, գնացինք երկրորդ փուլ։ Մենք երկրորդ փուլում ենք խաղում ենք 1 բառով։ Մասնակիցներից յուրաքանչյուրն իր թիմակցին պետք է 1 բառով հուշի քարտի վրա գրված բառը։ Եթե հաջողվի, թիմը կստանա 5 միավոր։ Եթե չհաջողվի, խաղի իրավունքն անցնում է հաջորդ թիմին։ Մյուս թիմի մասնակիցը կարող է ավելացնել եւս 1 հուշող բառ, որպեսզի իր թիմակիցը կարողանա գուշակել։ Եթե հաջողվում է, նրանց թիմը ստանում է 4 միավոր։ Եթե չի հաջողվում, խաղի իրավունքը կրկին անցնում է մյուս թիմին։ Այսպես 4 անգամ, եւ ամեն անգամ միավորների քանակը նվազում է։ Այ, սենց երկար բացատրում եմ, բայց շատ կարճ դուք պետք է բացատրեք ընկերներ 1 բառով։ Իսկ քանի որ խաղում հաշվի մեջ զիջող թիմը առայժմ դուք եք Կարեն եւ դուք Էմա, պետք է դուք որոշեք ով է սկսում ձեզնից այս փուլը։ Դուք կսկսեք թե կզիջեք Կարենին։ Ես կսկսեմ։ Էմա, կարդացեք բառը, հիշեցնեմ, որ դուք այստեղ շատ ժամանակ չունեք, երբ որ կհնչեցնեմ, հնչեցրեք բառ արտահայտությունը եւ դուք բառ չեք ունենա Ձայնի իրավունքը կզրկվեք իրավունքից։ Գնացեք, դուք կարող եք կարդալ ինչ այնտեղ գրված։ Ձմեռ պապի։ 2 բառ է այդտեղ։ Ձմեռ պապիկը 2 բառից է։ Բաղկացած խնդրում խաղակարտը փոխանցել Արսենին։ Հենց սկզբից եղավ կիքս, ինչի համար շնորհավորում եմ։ Տեսեք, ժպտում է, բայց ինքը որ ուրիշաներ նենց կնայեր։ Արսեն ջան։ Ձմեռ պապիկ բառը ամեն դեպքում հնչել է, եթե ձեզ պետք է։ Ձմեռ պապիկը Ամանոր։ Մապտի գուշակեմ։ Մի բառ պետք է ասես։ Ձյունանուշ։ Ոչ։ Վերադարձեք խաղակարտը Էմմային, Էմմա։ 1 բառ ընդամենը։ Հնչել են ձմեռ պապիկ, Ամանոր եւ Ձյունանուշ բառերը։ Եթե ձեզ պետք են։ Ձյունանուշը մոռացի։ Ձմեռ պապի, Ամանորը ակնհայտ է ձմեռ պապի։ Դե դու հիմա կարաս մի բառ էլ ավելացնես, չէ՞։ Ավելացնում եմ։ Երկար բառեր չեք ասում, մի բառ։ Իջնել։ Վաու, բաց չի։ Դուք ունեք 7 վայրկյան հանգիստ մտածեք։
Սահնակ։ Ոչ, սահնակ, այդքան հեշտ բառ, դյուրին բառ չէին գրի այնտեղ։ Լսի։ Ձմեռ պապի իջնել Ամա նոր բան է տոլորը։ կրակ։ Կրակ։ Էլ դուք չեք կարող պատասխանել։ Ինքը արդեն իմացավ, եթե չգուշակեցիր 5 հաջորդը։ վարկյան։ 4 Բայ։ 3 Ձմեռ պապի իջնել 2 կրակ։ 1 եւ պատասխան։ Եթե հիմա չհնչեցեք Կամ հիմա կամ երբեք։ Չունեք պատասխան, ամեն դեպքում ոչ ոք չի վաստակում միավորներ, բայց կուզենայի լսել Կարենը գիտի բառը։ Ծխնելույս։ Ծխնելույս, այո, ծխնելույս շատ է, կրակ ամեն ինչ գցեց իր տեղը, բայց դուք չհասկացաք։ Ես առաջի փուլից եմ լավ։ Վերեք առաջի փուլը։ Ափսոս։ Որտեվ ձմեռ պապը շատ տեղերից է իջնում, էլի, ասենք որ կրակը ի սկզբանե լիներ։ Դե բայց պետք է հասնենք դրան, բառը բարդ էր։ Շատ լավ, ընկերներ, ամանորից վերադառնանք մեր օրեր, ինչպես ասում են, եւ շարունակենք մեր փուլը։ Արսեն հերթը ձերն է, խնդրում եմ կարդացեք այդ բարդ բառը եւ մեկ բառով հուշեք Էլենին։ Գնացինք։ Կարամ գնամ տուն արդեն ես։ Դուք ունեք 6 վայրկյան բառ գտնելու համար, Արսեն։ Սալոն։ Սալոն։ Մեքենա։ Ոչ, ձեզ թվում է այնտեղ մեքենա, տենց հեշտ Դե դժվար լինի։ Թերագնահատում են մեզ սիրելի ընկերներ։ Դե խորանամ, որ դժվար պետք է լինի բառը։ Արդեն ձեր հերթը չի, խնդրում եմ մի արտահայտվեք։ Պետք է հետո խորանամ։ Հիմա դու լսի, ես չղազգվում եմ։ Սալոնը, բայց Սալոն եւ եւս մեկ բառ։ Էմա։ Մոռացելի։ Ինչ որտեղ հիշի, բայց ես քեզ օգնում եմ։ Դուք ունեք 4 վայրկյան։ 3 Երանկյունի։ Վաու։ դարբնոց։ Երանկյունին մոռացի, Կարեն։ կխառնես երանկյունին մոռացի, սալոն ու թանակ։ Էլի մտածեց թանակ։ Լուրություն 5 վայրկյան ունեք։ Էլեն ունեք 3 վայրկյան։ Թանակ։ Էլենը չունի ոչինչ այս բային։ 1 վայրկյան հասկանում, ձեր ուղեղը այս ձայնն է։ Ուեն։ Եվ պատասխան։ Ոչ։ Չկա պատասխան, եթե հենց հիմա մի բան ասեմ, եթե դուք գիտեք բառը, առանց նրա նոր բառ ասելու, կվաստակեք ավելի շատ միավոր, քան նրա բառը։ Գիտի։ Պետք չի։ Գիտեք։ Գիտեմ։ Ասեք։ Դաջվածք։ Ճիշտ է, դաջվածք, բրավո, Կարեն, բրավո։ Առանց բացատրելու գուշակեցիք եւ վաստակեցիք 3 միավոր եկեք ծափարենք հրաշել է դաջված երանկյունի, որ Կարենի այստեղը կա, ոչ մեկ չի տեսնում, ես եմ տեսնում, բայց իսկ ինչ որ բան նշանակում է այդ 3 երանկյունը։ Հետո կաս։ Ջահել Կարենից։ Շատ լավ, Կարեն, հերթը ձեզն է։ Շատ լավ։ Կարդացեք բառը, դուք չկարդաք առայժմ Էլեն, ինչ այնտեղ գրված եւ մեկ բառով այս բարի աղջկան, ինչքան այդ է զեկի ոչ շփտում ու յոզիջը, ոչ շփտում վայազիջը։ Մեկ բառով ունեք 5 վայրկյան ընդամենը։ Իշեք որ մեկ բառ ընդամել չեք կարող ասել։ Ունեք 3 վայրկյան։ Ինչ կպոդքասթենք այսպես։ Մի հատ էլ կարդամ գալս։ Տարերով։ Պատկերացնեք այնտեղ գրած լինի ակնոց։ Եթե հիմա չնչեցնեք խաղակարտը փոխանցեք։ Պատմություն։ Տիգրան մեծ։ 2 բառ այնտեղ չի կարող գրված լինել, բայց պատմության ժամանակ երբ որ հիշեցեք Տիգրան մեծ, դա շատ լավ է, ողջունում ենք դուք հաղթեցիք։ Ոչ, փոխանցում ենք Էլենին։ Ոչինչ, հաջորդիվ կիմանաս։ Էլեն։ Եթե պատմություն եւ Տիգրան մեծ բառերը ձեզ պետք են, կարող եք հիշեցնել Արսենին, որ նա հիշի։ Վիկիպեդիա։ Բաց չի։ Կենսագրություն։ Ճիշտ է, բրավո։ Հրաշալի է, 4 միավոր կորզեցիք։ Նայքելու մի հատ։ Արսեն։ Ավակ սերունդ եք, ոգևոր եք շոկի մեջ եմ ուղակի։ Բրավո։ Մենք միացան էլի սապալիս։ Եվ եզրափակում ենք երկրորդ փուլը, Էլեն կարող եք կարդալ բառը ինչ այդ գրված։ Այս բառը մյուս։ Այո, ձեր բառը մյուս եւ մեկ բառով հուշել այս երիտասարդին։ Երաժիշտներ։ Դուր։ 5 վայրկյան։ Խումբ։ Ոչ,
Ափսոս, խնդրում եմ։ Ես գիտեմ բառը։ Ես արդեն հասկացա։ Կարող եք առանց ուշելու ասել։ Ասեք, ես։ Նվագախումբ։ Ճիշտ այո, նվագախումբ եւ 5 միավոր, եւ 5 միավոր։ Գոնե ինձից լավ ես խաղում։ Այս փուլում 8-4 հաշվով արժևում են Կարենը եւ Էմման։ Այս փուլում։ Այո, իսկ ընդհանուր խաղի հաշիվն է 26-26, ոչ ոքի։ Շատ հետաքրքիր է ընթանում մեր հաղորդումը իմիջայլոց, ընկերներ։ Գնանք երրորդ փուլ, այնտեղ այնց հավես ասենց լիքը միավորներ, բուցան հնարավորություններ, ավելի լավ տրամադրություն։ Իսկ կարող է այնտեղ հայացքով պիտի բացատրել։ Չէ։ Մի բառ Այնտեղ մի քիչ բարդ է, ոտիցդ կապում են։ Չէ, կատակ եմ անում։ Գնանք երրորդ փուլ, տեսնենք այս հրաշքները ինչպես են այնտեղ հանդես գալիս, Հայրիկ ջան։ Գնացինք երրորդ փուլ, սիրելի ընկերներ։ Սիրելի ընկերներ, բարձր տրամադրությամբ մենք հայտնվեցինք երրորդ փուլում։ Խաղում ենք զիլ-զար խաղի զիլ քարտերով։ Յուրաքանչյուր քարտի վրա 4 բառ է։ Մասնակիցը պետք է ընտրի թեման եւ 1 րոպեում իր թիմակցին բացատրի համապատասխան բառերը, չօգտագործելով բառարմատ կամ թարգմանություն։ Եթե հաջողվում է 1 րոպեում քարտի բոլոր 4 բառերը բացատրել եւ դեռ ժամանակ է մնում, իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Այս փուլում քարտերը բաժանված են որոշակի թեմաների՝ ֆիլմ եւ մուլտֆիլմ, լեգենդներ եւ առասպելներ եւ աշխարհի շուրջ։ Ընկերներ, քանի որ ոչ ոքի է հաշվում, պետք է կրկին քարմկրակ թուղթ խաղալ, այս անգամ թող աղջիկները խաղան։ Տեսնենք հաղթողը թող կրկին որոշի ով է սկսում երրորդ փուլը, խնդրեմ։ Մենք ենք սկսում։ Ասում էի ախր չինգաչունգից վատը։ Չունգաչունգ են գնացել։ Գնացել են երկուսով դեռ ձերքի բռնի։ Դուք եք սկսելու եմա, թե կզիջեք հակառակորդին։ Չէ, մենք կսկսենք։ Շատ լավ։ Իսկ ինչ թեմա եք ընտրում։ Կարող եք շփվել ձեր ընկերոջի։ Հա, ես ֆիլմ եւ մուլտֆիլմի կողմնակի։ Դուք լավ եք ֆիլմերի եւ մուլտֆիլմերից։ Կարծում եք։ Շատ լավ, ֆիլմ եւ վերջին քանի որ ես մեծ մարդ եմ, չեմ հիշում վերջի անգամ երբ եմ մուլտֆիլմ նայել։ Հա, բայց կարող է լինել ձեր ժամանակաշրջանի, ասենք օրինակ 1800-ական։ Գնացինք, դուք ունեք 1 րոպե ժամանակ, երրորդ փուլը սկսված է։ Հայկո Մկոն ֆիլմ ունեն այտենց, որ ընտրության հնարավորությունա որ պետքա ընտրես։ Ինտերակտիվ ֆիլմ էր։ Անունը ի՞նչ է։ Հաշվելու բան է կա, որ փուչիկը ընկավ սեղանի տակ։ Ալաբալանից։ Այո, ճիշտ է, բրավո։ Գնացինք։ Իսպանիայի ֆուտբոլային ակումբ կա այդ անունով, բայց իրա դիմաց էսի չես իմանա, լավ։ Բայց կարող եք ինչ-որ ձև բացատրել։ Օրինակ կարող եք բացատրել հայ բռնցքամարտիկ առաջ։ Մի վարքյան։ Հա, լավ, հայ բռնցքամարտիկ, Դարչինյան։ Վիկ Դարչինյան։ Վիկը հիշեք։ Այդ հիշի։ Անցեք հաջորդ։ Հետո Պեպելյան անունը երկչուհու։ Քրիստինա։ Ահա, հիմա առաջինը ասա։ Վիկ Քրիստինե եւ քաղաք Իսպանիա։ Ամենահայտնի քաղաք։ Բարսելոնա։ Ճիշտ է, Վիկ Քրիստինե Քրիստինա, տեսակ Վիկի էր գրված, բայց ես համարում եմ ճիշտ պատասխան, գնացինք առ։ Լեոնարդո, բան, հա, չէ, դա Վինչի չկար։ Միքելանջելո, կանաչ դանդաղաշարժ կենդանիներն իրանց մասին մուլտֆիլմ կար։ Ստոպ, ժամանակն ավարտվեց։ Դուք 2 միավոր վաստակեցիք ընկերներ իմ օգնությամբ, բայց ձեզ էլ կօգնեմ, երեխեք ջան, ձեզ էլ կօգնեմ։ Եթե դուք էլ տակ 2500 դրամ չօգնել։ Այո, այդպես բան։ Արսեն հավեսփոլը դուք եք շարունակել։ Փորձենք ֆիլմ մուլտֆիլմ։ Հա, իհարկե։ Շատ լավ, ֆիլմ եւ մուլտֆիլմ։ Գնացինք, դուք ունեք 60 վայրկյան Արսենը ժամանակ։ բացատրում, հա։ Դուրս գալիս ես լրությունը։ Մուլտֆիլմը, որ խոհանոցում է կատարվում իրադարձությունները։ Ռատատույ։ Օյ, որտեղ եք գիտեք։ Դժոխք։ Դրախտ։ Ահա։ Դուրը ինչ անել որ բացել։ Ոնց։ Դուրը ինչ ես անում որ Դուրը բացում։ հրում ես։ Գնում ես մեկիտուն։ Ինչ որ մեկիտուն հյուր ես։ Թակում ես։ Այդ բեր առաջ։ Ինչ անել։ Թակոց, Ինչ թակել, անել։ դուր, Ինչի։ թակել, դրախտի դուրը։ Ֆիլմարտադրության երկիրը, որ միշտ աստղեր ընդեղից են հիմնականում։ Հոլիվուդ, Լոս Անջելես։ Հա, Միացյալ Նահանգներ։ Տարանտինոյի ֆիլմն է։ Հիշում եք այդ ֆիլմը։ Բայց չէ՞։ Ասեմ, Once Upon a Time in Hollywood։ Հայերեն։ Oh yeah, Yes. Մի անգամ Հոլիվուդում։ Կոմիտասը ով էր, Կոմիտասին մենք ոնց էինք անվանում։ Մի րոպե, ոնց ենք անվանում։ Կոմիտասին։ Մի րոպե։ Շատ լավ ֆիլմ է, ստոպ։
վարդապետի լռությունը։ Հենց սկզբից ես փոքրիկ հուշում եմ արել, ասացի դուրս գալիս է այս լռությունը ու դուք չֆիքսեցիք այդ պահը։ Հա, չէ, այս մեկը լավ չէր, որ չգիտեի, բայց ներեք ինձ բոլորը ավակ սերնդին։ Ցավոք սրտի դուք բառարմատ եք օգտագործել Արսեն, դուրը բառն եք օգտագործել, դուրը ինչ են անում, թակում են, բայց բառի մեջ կար դուր բառը, այնպես որ դուք վաստակեցիք 2 միավոր, բայց շնորհավոր, շատ լավ է սկսել, հավասար պայքար է առայժմ։ Լավ դե։ Ծափարեն։ Երեխաներին Հայրիկ ջան, հերթը ձերն է, խնդրում ընտրեք թեմա։ Ասա իմ ջան, խոսապով ասամ։ Երև ոնց ուզում ես դա։ Ասեք, ինչ Ֆիլմ, մուլտֆիլմ։ Ֆիլմ։ Ո՞րն է գնա։ Ֆիլմ եւ մուլտֆիլմ։ Այո։ Դուք ընտրեցիք ֆիլմ, մուլտֆիլմը տալիս են 60 վայրկյան ժամանակ։ Գնացինք։ Այն որ բոյով ու կոլոտ են լինում, ինչ են ասում։ Կամ չաղունի հար։ Կամ ինչն ու ինչ են ասում են եկան։ Շորն ու շորշորը։ Այո, ճիշտ է։ Մենք իրար ով ենք։ Ընկեր։ Հոգնակին դրա։ Ընկերություն։ Ընկերներ։ Այո, ճիշտ է։ Գնացինք։ Հոգնական ընկերություն դեմ միլը։ Այն որ ջրի վրայով նավը գնում է ու այնտեղ գողություններ ու եւ այլն լինում ֆիլմը ոնց է կոչվում։ Գողությունա լինում։ Հիշում եք ով է խաղում։ Հիշում ես բանը։ Դու պետք է ասես։ Ես պետք է ասեմ, իրոք ասեմ։ Կամ ռեժիսորով է։ Որ թվի է։ Լավ, այնտեղ ասել եմ Տարանտինո, այստեղ ասեմ Ջոնի Դեփն է խաղում։ Ահա, Ջոնի Դեփը հայտնի ծովի Վերջին բառը խնդրում եմ։ Ոչ, ծով բառը օգտագործվել է։ Որ մուլտֆիլմի մեջ է շունը կրակում։ Նկարում ու Ճիշտ է, ստոպ։ Պրաստակվաշինը չի։ Բայց քանիս է։ Ասեք ես համարում։ Քանիս է պրաստակվաշինոից։ Թիվը։ Տրոյը։ 3-ը։ Այո, ճիշտ է, ես համարում եմ սա ճիշտ պատասխան։ 3 միավոր վաստակեցիք, շնորհավորում ենք ձեզ Ծափարեն, Կարենին եւ Էմային։ Հերթը ձերն է, Էլեն, ընտրեք թեմա։ Ֆիլմ, մուլտֆիլմ։ Կարող փոխենք։ Փոխեք, իհարկե լավ թեմաներ կան են։ Լեգենդներ առասպելներ։ Լեգենդներ շուրջը, կամ լեգենդներ։ Աշխարհի շուրջը հետաքրքիր։ Բայց ես աշխարհագրությունից նո։ Աշխարհի շուրջը աշխարհագրությունը աշխարհի շուրջը։ Դե լավ, ես ինչի եմ թողում դու։ Գնացիք 1 րոպեն տրված է վերցրած խաղակարտը ստիպված այդպես արագ ստացվում։ Գնացիք։ Ոյ իզուրել վերցրել եմ ասում։ Փոխի։ Արագ, Էլեն։ Չեմ, բես չեմ, լավ։ Չէ, կարող է։ Ամերիկան, որ հայտնաբերել էր այդ մարդուն հիշի մի հատ։ Ես արդեն գիտեմ, կլինի ես։ Այդ մարդուն հիշի մի հատ։ Կախեց։ Լավ։ Ինչն է մեր աղտոտված։ Օդ։ Ահա, այդ օդը մտնում է ինչի մեջ։ Մեր ընդհանուր ինչն է աղտոտված։ Այսպես հաճելի ինչ է։ Մտնոլորտ։ Այո։ Էդի պես ես ուզում եմ։ Դե ես եմ Լավ։ օգտվում։ Մի հատ գետ, վայ։ Գետ մեկ անգամ։ Մի հատ գետ կա։ Ասել եք արդեն այդ բառը Այդ խնդրեմ մարդուն երկրորդ բառ։ հիշի խնդրում եմ, որ ամերիկան ինքն էր, չէ՞։ Առաջ կարտոֆիլը, չէ՞։ Երկիր է իրականում։ Հա, ուզում եմ այդ մարդու անունը հիշի։ Կոլումբիա ճիշտ է, հուշեց Էման, երկրորդ բառը խնդրում եմ Էլեն ձեր փոխարեն բոլորը խաղում ենք։ Երկրորդ բառ։ Փոխարեն։ Երկրորդ բառը ասեք։ Չեմ ասում, եւ ես Նեղացավ, նեղացա։ նայեք։ Բոլորը խաղացել։ Ախր շատ է։ Ես մերը ասելով, ախր որ ասես Կոլումբոս, ես ասեմ, այդ իր սարքի երկիր։ Ախր մեկը բան։ Այս մարդը Կոլումբոսի չեն հիշում։ Ոնց որ ես Ջոնի Դեփի։ Ես չեմ խաղում։ Շատ բարդ ճանապարհով եք գալիս դեպի հաղթանակը։ Մի դրեք նույն տեղը խաղակարտ առանձի դրեք Մի ասեք շնորհակալություն։ ես իջանեմ։ Դուք վաստակեցիք ընդամենը 2 միավոր, ինչի համար ծափ տվեք։ Դե որ տենց եք ասում, մի տվեք ծափ։ Շարունակում ենք առաջին շրջանը ավարտեցինք, Էմա կրկին այս փուլը շարունակում է, ընտրեք թեմա։ Որը ես ուզում։ Մեկը։ Լեգենդներ եւ առասպելներ, Բեր բանը աշխարհի շուրջ ընտրի։ Գնացինք աշխարհի շուրջ, տեսնենք նրանք ինչպես հանդես կգան Էլեն։ 1 րոպեն տրված է։ Գնացինք։ Իմը պիղոզեք։ Հնդկաստանի այն մեծ չեմ կարող ասեմ ինչ այն։ Եկեղեցին իրանց այդ Կարամ, բանը, հա, տաճարը։ տաճարը, հա։ Ինչա։ Անունը։ Դելիում է գտնում, եթե չեմ սխալվում։ Չեմ հիշում։ Ես գիտեմ։ Աբովյան, Հրազդան, որ մարզում է։ Կոտայք։ Փարիզի բանը երկիրը ապրես։ Ամենաերկար գետ։ Լավ, առաջինը բացատրեմ։ Այդ բանը իրանց Հնդկաստանի մեծ
աղոթատեղի տաճար։ Անունը ինչ է։ Անունը տեղի։ Չգիտեմ ոնց բա օգտեմ դες։ Երկու բառա։ Պետք է կարամ կարող եք ասել։ Չեմ հիշում։ Ասեք։ Հիշի, գոնե հիշի։ Լավ ուրիշ կերպ մոտեցի, կարող հիշեմ, հիմա բառը չեմ հիշում։ Զգեստը որ գցում ես ջրի մեջ ինչ է լինում։ Թրջվում է։ Չէ, ես մեզ շորս ինչ է։ Շորը լրիվ որ ջրում են։ Ստոպ։ Թաջ Մահալ։ Օրա թաջ։ Ինչ ափսոս։ Մեկն է Amazon գետներ, որը Թաջ ինչ կապ ուներ։ թաց էի ուզում ասել, հետո ասեի վերջի տառը փոխի։ Այդ թաջը որ ասեմ հիշի։ Ափսոս, ափսոս, եկեք այս անգամ ծափ չտանք։ Չէ, կատակ է։ Չէ, իրականում դուք վաստակեցիք երկու միավոր գետն էլ ափսոս ասեցիք, եմա դուք լինելով լեգենդար խաղացող։ Գնացինք ընկերներ, Արսեն հերթը ձերն է։ Լավ, ես էլ երևի աշխարհի շուրջը փորձեմ, հա։ Փորձենք, փորձենք։ Արի ես աշխարհի շուրջ, դու ֆիլմ, մուլտֆիլմ, օքեյ։ Լավ, Գնացինք։ Մեկ րոպե։ լավ չէ աշխարհագրությունը։ Լոնդոնում է գտնվում ամենահայտնի Big իրենց ինչի բանն է կանգնացրած մեծ չէ, Ինչի ինչն է կանգնացրած։ տեղը սխալ եմ ասել։ Ներողություն, Նյու Յորքում Նյու Յորքում։ Եթե առաջին բարի մասին է խոսքը։ Նյու Յորքում է գտնվում։ Իրանց ամենահայտնի մեր մոտ Մայր Հայաստանն է իրանց մոտ։ Բան ազատության Այո, ազատության արձան։ Ննչ ասեցիք, բայց հաշվում եմ ճիշտ պատասխանը։ Ազատության արձան ասեցիք։ Գնացինք շարունակում ենք։ Գերմանիայի ճիշտ եմ ասում։ Որն եք ասում, չգիտեմ։ Երրորդ բառն եմ ասում։ Չէ, եվրոպական երկիր է։ Ամենափոքր երկիրը եվրոպական։ Տարածքով կամ բնակչությամբ ճիշտ է։ Չէ, սխալ ես ասում, ամենափոքրը Վատիկանն է։ Մի րոպե Եվրոպայում ինչ կասեմ։ Մի րոպե Իտալիա, Իսպանիա, Անգլիա։ Ինչ ես ուտում։ Okay, ուրիշ բառ, երկրորդ բառը բացատրեք։ Okay, երկրորդը մարզա։ Մարզա հայ Արալերը այնտեղ է։ Արալերը այնտեղ է գտնվում։ Արագացար ինչ եք sense անում։ Okay։ Ինչա։ Սա իրանց թիմը մեծ է։ Արագացող։ Եվ Լյուքսեմբուրգ։ Լյուքսեմբուրգը ես գիտեի։ Հա, բոլորս էլ գիտենք, երբ որ կարդում ենք ինչա գրած։ Լավ, ամեն դեպքում ամենագրավիչ արձանը աշխարհի երևի թե գուշակեցիք ազատության արձանը, որի տեղի ես։ Իսկ Նյու Յորքում եղել եք։ Ոչ։ Չեք էլ լինելու ես։ Բոլորս լինելու ենք Նյու Յորքում, Լյուքսեմբուրգում եւ ամենակարևորը Արագածությունում։ Կգնամ եւ քեզ ֆոտո կուղարկեմ։ Շատ լավ։ Թեմզագետն էլ չենք էլ հասել Թեմզագետ, ախր այնտեղ Արագածության կար։ Գնացինք լավ։ Կարեն, ոնց եք, ինչ-որ դեղեր, ինչ Այ Կարեն ջան, բայց իրականում դուք շատ լավ թարմ տեսք ունեք, ուղղակի որ սկզբից ձեր տարիքի համար ընտիր պահպանվել եք։ Շատ լավ, ես ձեզ տալիս եմ 1 րոպե, բայց մինչ այդ հասկանանք ինչ թեմա է ընտրել։ Որը ուզում ես կար։ Որը ուզում ես։ Կարի էլի աշխարհի շուրջ անենք։ Էլի աշխարհի շուրջ։ Գնացինք։ Դուք ունեք 1 րոպե ժամանակ։ Այդ ամենափոքր քաղաքը որտեղ էր։ Վատիկան։ Ահա Լյուքսեմբուրգ։ Եվրոպական ո՞ր երկիրն է։ Գերմանիա։ Վատիկանը ո՞ր երկրում է։ Հա, բայց գիտեմ բանի հետ ես իա, Իտալիա։ Իտալիա։ Ապրես, հա։ Այն ամենաժամանակակից ու նորարարական բաները ո՞ր երկրում են անում։ Ճապոնիա։ Մայրաքաղաքը։ Տոկիո։ Ապրես։ Ճապոնիա ասել հանգիստ։ Հա։ Հա, մի կարելի։ Որտեղ են հիմնականում հայերը տենց գրում թիթիզանում հանգիստ։ Կարակ երկեք օրինակ եթե գիտեք։ Եգիպտոս, Մոտիկա, իրանցական։ Դուբայ, Աբու Դաբի։ Ովքեր են Դուբայում ապրում։ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Արաբական ինչ։ Ինչ։ Բացատրի։ Հայաստանում էլ կա տես փոքրիկ։ Հա, որ բանի Սայվանի մեջտեղը ինչ կա։ Կղզի, արաբական թերակղզի։ Դերակղզի։ Ապրես, ճիշտ է։ Ասեց։ Այո։ Եվ առաջին բառը։ Ստոպ։ Ֆոտոապարատը ոնց բացատրեմ։ Պետք է մեր նկարված տեղը ասեի օրինակ։ Ամեն դեպքում 3 միավոր ողջունելի է։ Տեսեք ինչ լավ հակառակորդներ ունեք։ Ձեզ ծափ է տալիս։ Ձեզ ամեն անգամ համոզում են, որ ծափ եք տեսել եք։ Իրոք։ Էլեն ջան, ես մեր կողմից եմ։ Ախր ես դեր պապայի երկերի տակ եմ մեծացել։ Բայց չեմ ստանում։ Օրինակ գիտեք որ երկից է ոգեշնչված։ Ես ծափ չեմ տվել։ Օրինակ գիտեք որ անունն եմ շատ սիրում եմ։ Քո անունը սերին իմ հոգին է խելացնում։ Քո անունը սերին նոր հույսեր է հատնացնում։ Իմ կրկին կասես տոմատամարա։ Գնացեք, ինչ թեմա եք ընտրել։ Ֆիլմի մուլտֆիլմ ես շտապում եմ։ Էլենա շտապում է, ես ես տալիս եմ 1 րոպե ժամանակ գնացի։ Չէ, լավ։ Լսի, այն որ անվերջանալի մի հատ սերիալ կար է, որ չի վերջանում։ Բոլորը տենց են։
Հաչնեց։ Կլոն։ Չէ։ Որ ասում են, ադելա վերջացրեք էլի սերիալը Սանտա Բարբարա։ Ասեմ հիմա, ես ինչ աստված իմ։ Լավ։ Նորա պրեմիերան եղել վերջերս կինո Մոսկվայում այդ ֆիլմի հայկական եւ ամանորը ուղիղ կապ ուներ, այո, ընդհանուր ասա։ Մոլորվածը։ Միայն մոլորված չէր, նաեւ ինչ էր։ Եվ որտեղ։ Մոլորվածը։ 3 բառ։ Մոլորվա, այնքը։ Մենք որտեղ ենք ապրում, լավ։ Որն է մեր երկիրը։ Հայաստան։ Հա, մոլորվածը Հայաստանում, մի հատ էլ բառ սկզբից։ Կորած մոլորվածը Հայաստան։ Եվ առաջին Դեմք։ չէ, առաջին վերջին ինքը դες ինչ ինքը թրով է եւ ինքը սև հագուստով է, ինքը կարագա քեզ այսպես Վերջին ծաղրա։ Խնդրում եմ։ Ծաղրացուն ինչ անստով ժամանակ դարձած, վերջին ծաղրացուն։ Վերջին ծաղրացուն, վերջին սամուրայը։ Դեմքը տեսակ Տոմ Կրուզի։ ծաղրացուն։ Ծաղրացուն։ Տեսեք, դուք վաստակեցիք երկու միավոր եւ երրորդ փուլը ավարտվեց, ընկերներ։ 17 հաշվով արժևում են երրորդ փուլում Կարենը եւ Էմման։ Հոշակառուները։ Իսկ ընդհանուր խաղի հաշիվն է 33, 36 օգուտ Կարենի եւ Էմմայի։ Շատ մոտ պայքար է իրականում, ընկերներ։ Էլեն ջան, մի տխրեք, մենք ունենք եզրափակիչ ունենք, եզրափակիչ փուլ ունենք, ընկերներ, իսկ ովքեր են խաղալու եզրափակչում, պետք է որոշեք դուք, որտեղ ամեն թիմից մեկական մասնակից կարող է հանդես գալ եզրափակչում։ Չհաղթողներ առայժմ։ Անունները որ ասեք։ Չենք ասի, եթե մեր հաղորդումը նայեք, Ես նայել եմ, ես գիտեմ կանոնները։ Արի ես նայել եմ կանոնները գիտեմ, ես մասնակցեմ։ Բայց ինքը ունի շատ հետաքրքիր խորամանկություն, տեսեք այն սիրուն ինքը գնաց եզրափակիչ, լսի ես նայել եմ, ես գիտեմ։ Ես հա։ Բայց ճիշտ է ասում, ինձ թվում է ինքը նայել է։ Եթե դա մեզ կօգնի հաղթել, լավ։ Իսկ ձեր թիմից Էման կգնա մի արշավ։ Էմանա նայել մեր հաղորդումը։ Չէ, մեր մոտը տենց չի, մենք եկանք ընդհանուր հայտարարի։ Այո, տեսեք ինչ լավ։ Առողջ բան հաղորդակցվելով։ Այո։ Արսենը եւ Էմման եզրափակչում կմրցեն 33-36 հաշվով առայժմ արժևում են Էմմային կգնանք եզրափակիչ եւ տեսնենք ինչպես է ավարտվում մեր այսօրվա թողարկումը, սիրելի ընկերներ։ Մենք եզրափակչում ենք ընկերներ, շատ լավ եք հանդես եկել կմտածեն ձեր բարեկամները, բայց այդպես չի եղել։ 36-33 հաշվով հասել եք եզրափակիչ, եղել են ավելի լուրջ հաշիվներ եզրափակչից առաջ, բայց ամեն դեպքում Սա եզրափակիչ է։ Ամեն դեպքում ինձանից հասնում է ինչ-որ ձևով կպնել ձեզ, բայց իրականում դուք ունեք նվերներ, ովքեր որ կհաղթեն, այդ թիմը ունի նվերներ, եթե ոչ ոք է ավարտի, կարող եք նվերները բաժանել միմյանց մեջ, բայց հուսով եմ կլինի հաղթող այսօր։ Ես հնչեցնեմ եզրափակչի կանոնները ու սկսենք եզրափակիչը։ Եզրափակիչ, խաղում ենք խոսքի մեջ։ Մասնակիցների համար հնչելու են հարցեր որոշակի նախապայմանով։ Ամեն անգամ պատասխանելու իրավունքը տրվում է այն մասնակցին, ով առաջինը կսեղմի կոճակը։ Եթե կոճակը առաջինը սեղմողը չի կարողանում պատասխանել, պատասխանի իրավունքն անցնում է մյուս մասնակցին։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը 2 միավոր է։ Այստեղ այնքան էլ բարդ հարցեր չեն, այստեղ ավելի շատ արագ կողմնորոշվելու կարիք կա։ Ընկերներ, մաղթում եմ երկուսիդ էլ լավ խաղ, իսկապես շատ լավն եք դուք։ Շնորհակալություն։ Գնացինք։ Առաջին հարցը։ Թթու բան, որ չես սիրում։ Ծիծակ։ Ճիշտ է, բայց չես սիրում ծիծակ, շատ համավա։ Գնացինք։ Գնդակով սպորտաձև, որի մեջ ե տար կա։ Վոլեյբոլ։ Ճիշտ է, վոլեյբոլ։ Գնացինք։ Համակարգչային խաղ մ տառով սկսվող։ Microsoft։ Ճիշտ, Microsoft-ը խաղ չէ։ Mortal Kombat։ Այո, այ տեսակ ով ավելի բարապ ժամանակ ունի։ Եվ PlayStation։ Եվ PlayStation։ Գնացինք, կոտրվող ինչ-որ բան միավանք։ Ով է սխմել առաջինը։ Չունեք։ Դուք էլ չունեք։ Միավանք կոտրվող բան, օրինակ, ինչ կարա լինի։ Ձու, օրինակ։ Ձու։ Շիշ եւ այլն։ Գնացինք, գրական ստեղծագործություն 2 բառից բաղկացած։ Ռոմեո եւ Ջուլիետ։ Այո, ճիշտ է։ Հաջորդ հարցը՝ հեռակառավարվող ինչ-որ բան երավանք։ Մեքենա, խաղալիք։ Ճիշտ է։ Տեսեք, շատ ընդհանրապես զբաղված չի ինքը։ Մեր այդ խաղումը հələ Mortal Kombat խաղալիք։ Գնացինք։ Սառնարյուն կենդանի, որի մեջ ոտար կա։ Ոզնի, չգիտեմ, սառնարյունը։ Չէ, սառնարյուն չի։ Ասեք, ունեք պատասխան։
Մի հատ էլ հարց է։ Սառնարյուն ինչ-որ կենթանի, որի մեջ ոտ արկա։ Չունեք պատասխան Արսեն։ Կոկորդիլոս օրինակ։ Գնացինք։ Ավտոմեքենայի մաս A տառով սկսվող։ Անիվ։ Ճիշտ է։ Դու խաղալու ես ընդհանրապես։ Յանում եմ ուղղակի։ Իտալիայի հետ ասոցացվող ինչ-որ բան, որի մեջ P տառ չկա։ Կոլիզեի։ Ճիշտ է։ Հայկական վանք Լորվա մարզում։ Սաղմոսավանք։ Սաղմոսավանքը Լորվա։ Սանահին։ Սանահին, ճիշտ է Արսեն, այո, եւ հաղթում։ Այդ վերջինն էլ։ Այո, ընկերներ, ավարտվեց եզրափակիչը, գրեթե հավասար հաշվով, կատակ եմ անում, ահավոր պարտվել եք։ 14-2 հաշվով ավարտվեց եզրափակիչը, ծափարեք Էմային։ Շնորհակալություն։ Իսկ խաղի ընդհանուր հաշիվն է 50-35։ Ինքան սպիտակ եք, հիմա պետք է մի քիչ կարմիր եք Արսեն օրինակ։ Բայց ամեն դեպքում ապրեք դուք, ես զգացի, որ մի փոքր արգելակված էիք խաղում, որովհետև դիմացը իքական սերը ներկայացեցի, չէր նա Սաստող հայացքով նայում էր ամեն դեպքում։ նայում էր, հետո ի վերջո ստեղից իրար հետ պետքա դուրս գաք, շատ վտանգավոր կարող է լինել նրա հայացքները։ Դուք ունեք շահած նվերներ, Էմա ու 2 նվեր, մեկն էլ Կարենի համար պետք է տանեք։ Մենք ունենք այստեղ 3 խաղ, մի շնչով, այլ կերպ եւ խոսքի մեջ։ Մի շնչովը դա շատ ինտելեկտուալ դինամիկ խաղ է, պետք է արագ խաղալ ու սենց ընկերներին հավաքող խաղ է, այլ կերպը դե գիտենք, մեր ամենասիրված այլ կերպն է, եւ խոսքի մեջը հենց մեր եզրափակչի խաղն է, որը որ ավելի շատ ուշադրություն է պահանջում։ 2 նվեր ունենք, 3-ից 2-ը պետք է ընտրեք։ Այդ դեպքում ընտրում ենք այլ կերպը եւ մի շնչովը։ Շատ լավ, մի շնչով եւ այլ կերպ, դուք ունեք այդ նվերները, շնորհավորում եմ 2 թիմերին էլ, ամեն դեպքում Եթե դուք չունեք նվերներ, մյուս անգամ ավելի լավ կխաղաք ու կունենաք նվերներ։ Մերսի, որ իմ հյուրերն եք, շատ լավն եք, շատ լավ մտնոլորտ եք։ Վստահ եմ, որ հեռուստադիտողը հավանել է ձեր 2 թիմերի խաղը, որտեղ շատ հետաքրքիր ու շատ հումորով։ Շնորհակալություն։ Հայ, սիրելի հեռուստադիտողներ, իսկ դուք շարունակեք նայել այլ կերպը, խաղացեք, ուրախացեք եւ ծիծաղեք, որովհետեւ ծիծաղի ժամանակ աշխատում է մարդու դեմքի մոտ 15-ից 20 մկան։ Այսինքն ծիծաղը հնարավորություն է տալիս ունենալ գեղեցիկ դեմք առանց կոսմետոլոգի։ Սա ես ասում եմ որպես գելոտոլոգ։ Իսկ թե ինչ է նշանակում գելոտոլոգ, գնացեք ինքնուրույն իմացեք, այ քեզ բան։ Շնորհակալություն, եթերում այլ կերպն է, սիրելի ընկերներ։